Այո, դրական, առանց խոսք, դրական եմ համարում։ Մեզ համար փոփոխություն կունենա։ Անպայման, սա աշխարհում երկու պետություն կա, Ամերիկան եւ Ռուսաստանը։ Իսկ եթե մեր քաղաքականությունը չի անցկենում, ոչ տնտեսական, ոչ մեկը ոչ մի բան չի լսում ես, այնց բարձ չի որ մի հատ ինչ-որ մի հզոր գերտերության հետ պետքա լինես, որ կարողանաս ինչ-որ հոգաս քո խնդիրները։ Այս դեպքում մեր լավագույն ընտրությունը Ռուսաստանն է։ Ազի ջան, ես ծնվել եմ սովետական միությունում, ու ես այդ կուլտուրայով եւ այդ բանով եմ դաստիարակված ես։ Իմիկվա երիտասարդները միգուցե ուրիշ ձևի են մտածում, իսկ ես մտածում եմ, որ միայն Ռուսաստանի հետ պետքա լինի Հայաստանը։ Ուրիշ այլ նկար չկա։ Չի կարող ես չեմ թողել։ Որ գա մի ամիս մնալու է, գա ինչ անե։ Ժողովրդը հացություն են ուտելու։ Դրական ոչ մի բան։ Ինչու՞։ Որովհետև հայ ազգը ինքը չի կարողանում որոշել, թե ինչ անի։ Եթե իրականությունը գուզեք ես այս մասին ոչինչ գիտեմ, որտեղ ես սիրիացի եմ, Սիրիայից եմ եկել, եւ մենք մեր խնդիրներով ավելի շատ ենք տարաբում կամ ինչ իմանամ մտահոգվում։ Դրա համար քաղաքականության մասին շատ բան չգիտեմ։ Չէ, ոչ մի ուսերես, մի բան էլ չեմ կապել։ Ամեն դեպքում հայ ազգը կախված է ռուսներից։ Մեզ պետք է ռուսի պես մեզ ազգը, որ կարողանանք գոյատևել։ Նրա գալուց հետո ինչ-որ բան կփոխվի, հա, դեպի դրականը։ Դե հույս ունենք։ Մեր ազգը դուրս է գալի արտագն աշխատանքի դրսում է։ Դրսից են սնվում ստեղի ապրող ժողովուրդը։ Իսկ մեծ մասը Ռուսաստանում են։ Վիզայի հարցերը կլավանա ինձ թվում է։ Կհեշտանա հայերի գործը, թեկուզ կապված անձնագրերի հետ։ Շատ դրական եմ համարում։ Չգիտեմ իմ տպավորությունները կհամընկնի ուրիշներին թե ոչ, բայց ես համարում եմ, որ շատ լավ է, որ ինքը գալիս է։ Այն ինչ որ խոսում են Ուկրաինայի մասին, ինչ կլներ, եթե նրանք Եվրոպային միանա, դա նույնը կլինի եւ մեզ հետ։ Դրա համար ես շատ կողմնակից եմ։ Մաքսային միությանը եւ Վլադիմիր Պուտինի այցը։ Վլադիմիր Պուտինն որ հատուկ։ Ես շատ հետևում եմ, թե ինչպես է Ռուսաստանը կանգնում ոտքի։ Ես եղել եմ Մոսկվայում այս տարի եւ տեսել եմ, թե իմ շրջապատը ինչպես էր ապրում եւ եթե Աստված տա մենք էլ տենց ապրենք։ Նման այցը պատվաբեր է Հայաստանի համար, կարծում ինչ որ քաղաքական բաներ կլինեն վերլուծական հետաքրքիր, բայց անձամբ ես դժվարանում եմ որևէ կանխատեսում անել կամ ինչ որ վերլուծական ինչ որ բան տալ։ Անձամբ ես կնախընտրեի նախքան նման ստորագրությունը լինեին բազում քննարկումներ, այսինքն հասկանայինք նախ ինչ է մաքսային միությունը։ Ես անձամբ մինչև հիմա չգիտեմ ինչ առավելություններ կտա Հայաստանին, բայց որ կվերցնի մեր անկախության ինչ որ տոկոսներ կքաշի իր վրա, դա հաստատ, որովհետև միանշանակ ես համամիտ եմ բոլոր նրանց հետ, ովքեր ասում են, որ դա ինչ որ փորձ է արվում Սովետ միությունը նոր ձևաչափով վերականգնելու, որը սուվերենիտետի, այսպես ասած, զիջում, ինչպես նաև այսինքն նման կարծիքների հետ ես համամիտ եմ, կողմնակից եմ նման բաներին։ Ուզած այդ միություն, ուզած այդ լինի դա տնտեսական, լինի քաղաքական, ինչ որ չափով քո անկախական բաների զիջում է տեղի ունենում։ Գալու գնալուց հետո բարձ կլինի։ Վաղուց ծանոթ եմ Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինին, 81 թվին Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինը եղել է մեր տանը։ Ես որպես մարդ, բարձր մագարտակով մարդ, բարձր եմ գնահատում Վլադիմիր Վլադիմիրիչին։ Մենք որ պետության վրա կարող ենք հույս տնենք։ Իհարկե մենակ Ռուսաստանի։ Մենք պետք է Ռուսաստանի հետ դաշնակից լինենք։